Ամերիկահայ ակտիվիստ հետաքննող լրագրող Արամ Մանուկյանը մարտի 17-ին հացադուլ էր սկսել, պահանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետ վերցնել Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը, նոր արշավ է սկսել, որը կոչվում է $1 ժողովրդավարությանը $1 democracy։ Մանուկյանը նշել է, որ ինքը ցանկանում է ժողովրդավարությանը նվիրված իր արշավը հասցնել մինչև Վաշինգտոն և Սպիտակ տան առաջ շարունակել իր հացադուլը։ Մանուկյանը նշում է, որ մտադիր է Վաշինգտոն ուղևորության ընթացքում տեղեկացնել ամերիկացիներին, թե ինչպես են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները խեղում հայաստանյան ներքաղաքական իրական պատկերը և այդպիսով հակասում ժողովրդավարության արժեքներին։ Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն իր հացադուլը սկսել է 2013 թվականի մարտի 17-ին բողոքելով Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի դեմ։ Նա հացադուլն անում է Ադամ Շիֆի Բըրբենքի տարածքային գրասենյակի դիմաց 245 East Olive Avenue Burbank հասցեում։ Մանուկյանը վկայակոչում է փետրվարի 18-ի ընտրության հետ առնչվող և գործող նախագահի օգտին կատարված բազմաթիվ խախտումների առկայությունը։ Այսօր 14-րդ օրն է հացադուլին և պետք է ասեմ, որ բավականին լավ եմ զգում։ Երեկ գնացի բժշկի մոտ, որ լրիվ ստուգեն մարմինս, քաշը, ամեն ինչ ճնշումը, ամեն ինչ նորմալ է։ Այրոնի փորձ անում են, որ տեսնան, որ ամեն ինչ օրգանները նորմալ աշխատում են։ Եվ իհարկե որոշել եմ, որ պետք է շարունակվի։ Մենք սկսել ենք, որ մենք Washington DC գնանք Օբամայի մոտ, նյութապես պետք է ապահովեցնենք ճանապարհի ծախսերը և որոշ ուրիշ ծախսեր, որ ունենք այն փորձի մեջ, և սկսել ենք մեկ հատ փողի հավաքույթ, որ կոչվում է $1democracy.com և գա, հիմա սայթ ունենք անգլերեն և հայերեն, որպես մեր ժողովուրդը կարողանան նվիրել մի հատ $1 կամ ավել իհարկե, մենք թեմ չենք, բայց $1 քոնե, որ ամեն մարդ զգա, որ ինքը փայտեր է այս փորձի մեջ է։ Եվ ինչպես որ լսած ես, մեր նպատակը այն է, որ գնանք Washington DC և Բարաք Օբամային, ինչպես որ ես բողոքել եմ նամակով, մեր պատասխանը ստանանք, որ ինքը շնորհավորեց Սերժ Սարգսյանին այս կեղծված ընտրությունին, մենք ուզում ենք, որ ինքը հետ վերցնենք այն իր շնորհավորը։